մենք գիտենք, ունենք հարյուրավոր անհետ կորած տղաներ եւ այս ծնողները արդեն քանի 5-րդ տարին է, որ իրենց շատ բան չեն ուզում են իրենց երեխաների վերադարձը եւ այսօր ապրիլի 7-ի կապակցությամբ ծնողները որոշել են այսպես լուր ակցիա են իրականացնում, որովհետև հիմա մեր Արմինեն կասի ինչու են այսօր հենց այդ ֆորմատը որոշել։ Լուր ակցիան նրա համար որ ասենք, որ մենք չենք նշում տոներ, որ մեզ համար տոներ չկան, մեր տոնը մեր երեխեքն են։ Տիկին Ռուզաննան ասեց Արմինե ջան, ուզում եմ անպայման ծաղիկներ նվիրեմ բոլոր մայրերին, խնդրեցի, որ ոչ, չնվիրեք, մեզ պետք չեն, մեզ ուրիշի ծաղիկները պետք չեն նվիրած, մեզ մեր տղաներն են պետք, մենք մեր տղաներին ենք ուզում, մեր տղաներից ենք ուզում ծաղիկներ ստանանք, մեր տղաները գտնվում են Ադրբեջանի բանտերում, ու այս կառավարությունը ոչինչ չի անում նրանց բերելու համար, մեզ անընդհատ ստում են, խաբում են, թե ինչու չեն աշխատում, դե վրիպակ ա եղել, վրիպակ, այս վրիպակների պատճառով մենք այսօր ենք ընկել։ Այս լուր ակցիան նրա համար է, որ մայրը, հայ մայրը, արցունքն աչքերին, ցավն ու տառապանքը սրտում, սպասում է իր որդու վերադարձին։ Մեզ համար չկան տոներ։ Մենք մարտի 8-ին էինք այստեղ, ապրիլի 7-ին էլ։ Մենք նոր տարին եկեղեցում ենք նշում, մենք համար չկա ուրախություն, մեր ճակատագրելը, մեր երեխեքի ճակատագրելը խեղաթյուրել են, հանուն այդ հայ ազգի, հանուն հայ ժողովրդի գնաց է կռվել են ու այսօր ոչինչ չեն անում նրանց վերադարձնելու համար, հասկանում եք, ոնց ապրի ես մայրը, ոնց հանգիստ մնա իր տան մեջ, երբ չգիտի իր որդին ինչ վիճակում է, չգիտեմ, ժողովուրդ, շատ դաժան է, շատ ցավը ահավոր է, այս երկրի տերերը, չակերտավոր իշխանավորները, ինչ են մտածում մեր տղաներին հետ բերելու համար։ Ասացիք, որ պաշտոնյաներից ձեզ տեղեկացրել են, հնարավոր է, որ ձեր որդիները ողջ լինեն։ Մենք ենք իրենց ապացուցել, որ այո մեր որդիները ողջ են, որ իրենց ասածները ամենը սուտ են, որ իրանց վրիպակների պատճառով այսքան բան եղել, ապացույցներ, փաստեր, փաստարկներ ունենք մենք հենց այնպես չենք խոսում, մենք հենց այնպես բաներ չենք ասում, մենք չենք ապրում երազներով, որ գիտեք ոնց մեր երեխան ողջ է բերեք, հասկանում ենք պատերազմ ա եղել։ Դուք տեսանյութով հիմնականացրել եք, չէ՞, գիտեք, որ ձեր որդին։ Այո, ես տեսանյութով տեսել եմ իմ որդուն, թե ինչպես են իմ որդուն գերեվարում։ Իսկ գերեվարումից հետո քննչական ֆոտորոբոտ փորձաքննությունը քննիչների կողմից սխալ փորձաքննության պատճառով ուրիշի անունը կպցրեցին իմ որդու անվան հետ ուղարկեցին Ադրբեջան, եկավ այդ տղան, ասեց, որ ինքը ընդհանրապես կապ չունի այս տեսանյութի հետ ու այդ գերեվարումից, որ ինքը այլ տեղում է գերեվարվել, նման վրիպակների պատճառով մենք այսօր 5-րդ տարին է, չենք լսում մեր երեխեքի ձայնը, մեր տղաների, հասկանում եք, կարոտը խեղդում է, սպանում է կարոտը, ցավը, տառապանքը,